Կարող եմ որոշ թվեր ասել, օրինակ 87 հոգի օգտվել է 15 միլիոնի բանից, կետից եւ ազատվել է ծառայությունից եւ չի ծառայել։ Մոտ 38-ը օգոստոսի 1-ի դրությամբ ծառայել է 1 ամիս եւ վճարել է 8 միլիոն դրամ։ Ունենք նաեւ 9 տղաներ, ովքեր ծառայել են 2 տարի ժամկետով եւ որևէ գումար չեն վճարել։ Նաեւ շատ կարեւոր այլ թվեր կցանկանամ նշել, որոնք իմ հիմնական զեկուցման ընթացքում չհասցրեցի նշել։ Նախորդ օրենքի ընդունմամբ նման կարևոր կետ էինք նույնպես ավելացրել, որով 27-ից 37 տարեկան հասակում այն անձինք, ովքեր դառնում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի, պարտավոր էին արդեն ծառայել 1 տարի ժամկետով կամ պետական բյուջե վճարել 2.5 միլիոն դրամ։ Որտեղից էր գալիս այս անարդարությունը կամ անհավասարությունը, երբ 2021 թվականին ես հեղինակեցի օրենքի նախագիծ, որով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվեցին զոհված զինծառայողների բոլոր եղբայրները կամ որդիները, նույն Հայաստան խմբակցության հարգելի գործընկերները ասում են, որ դրանով կունենանք զորակոչի թվի նվազում, այսինքն զոհվածների տղաները կամ եղբայրները, որ չգնան ծառայության, կունենանք ավելի քիչ թվով զորակոչվողներ։ Ես այն ժամանակ պարտավորվեցի եւ ասացի, որ այս թիվը կլրացնեմ նոր Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձանց միջոցով։ Ունենք բազմաթիվ ազգությամբ հայեր, ովքեր աշխարհի տարբեր երկրներում ծնվելով եւ մեծանալով չեն լինում Հայաստանի Հանրապետության քաղաքացի, թեպետ ծնվելուց հետո տեղափոխվում եւ բնակվում են Հայաստանի Հանրապետությունում։ Նրանք բոլորը միջև օրենքի ընդունումը դառնում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի միայն 27 տարի լրանալուց հետո, որպեսզի չգնան 2 տարի ժամկետով ծառայության։ Այստեղ ստեղծվել էր անհավասարություն, որովհետև Հայաստանում ծնվածները ծառայում են 2 տարի ժամկետով, իսկ արտասահմանում ծնվածները, ովքեր նույնպես ապրում են Հայաստանի Հանրապետությունում օգտվելով բոլոր իրավունքներից, չէին ծառայում 2 տարի ժամկետով եւ ընդհանրապես չէին ծառայում։ Նման կերպ մտցրեցինք, որ նրանք պարտավոր են ծառայել 1 տարի կամ վճարել 2.5 միլիոն դրամ։ Նշեմ, որ ունենք քաղաքացիներ, ովքեր ծառայել են 1 տարի ժամկետով եւ որևէ գումար չեն վճարել, 27-ից հետո դառնալով Հայաստանի քաղաքացի, եւ ունենք 55 տղաներ, ովքեր վճարել են 2.5 միլիոն դրամ եւ 27 տարի լրանալուց հետո դարձել են Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ընդհանուր շուրջ 137 միլիոն դրամ պետական բյուջե գումար է մուտքագրվել։